Նախագծով մասնավորապես առաջարկում ենք վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի ընդհանուր մասը լրացնել 0.25 տուգանային միավորով, բայց քանի որ նախագծով ներկայացված է պարոն Քոչարյան, մեկ այլ նախագծով այս դրույթը արդեն իսկ ընդունված է բալային համակարգի վերաբերյալ, մենք առաջարկում ենք, որ արձանագրենք եւ հանենք արդեն, որպեսզի կրկնություն չունենանք այս պարագայում։ Հաջորդ փոփոխությունը վերաբերվում է այն դեպքերին, երբ վարչական մարմինը պարտավոր է 1 ամսյա ժամկետում ակտ կայացնել, այն դեպքերում, երբ քրեական վարույթները մերժվում են կամ կարճվում են եւ հիմնավորվում է, որ արարքում հանցագործություն չկա եւ այստեղ ունենք վարչական իրավախախտման տարեր, մասնավորապես թմրամիջոցների դեպքերին, երբ որ քաշի հետ կապված քրեական վարույթը կարճվում է փոքր քաշ լինելու պարագայում եւ արդեն պետք է որպես վարչական վարույթ այս process-ը դիտարկել, այստեղ ժամկետների մասով ենք փոփոխություն անում, այսինքն վարչական մարմինը ակտ է կայացնում ոչ թե վարույթը մերժելու կամ կարճելու պահից, այդպիսի տեղեկությունը ստանալու պահից, քանի որ այս process-ը շատ երկար է լինում եւ վաղեմության ժամկետների պատճառով վարչարություն հնարավոր չի լինում իրականացնել։ Հաջորդ փոփոխությունը վերաբերվում է ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելուն, ինչպես նաև կապույտ, կարմիր լուսային ազդանշանով արտահայտող փարոսիկներին կամ հատուկ ձայնային ազդանշաններին, այս դեպքերում մենք նախատեսում ենք որպես վարչական իրավախախտում ոչ միայն դրանք տեղադրելը, այլ տեղադրված վիճակում տրանսպորտային միջոց վարելը, քանի որ գործող օրենսգրքում միայն տեղադրելն էր հանգեցնում վարչական պատասխանատվության։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշներով վարելուն, այստեղ մենք փոփոխություն ենք իրականացնում եւ կեղծված եւ փոխարինված բառերը փոխարինում ենք փոխարինված կամ այլ տրանսպորտային միջոցից վերցված բառերով, քանի որ կեղծիքը ինքնին հանցագործություն է իրենից ենթադրում եւ չի կարող վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում տեղ գտնել, ինչպես նաեւ մենք ունենում ենք երկու դեպք փոխարինված կամ այլ տրանսպորտային միջոցից վերցված, փոխարինվածը դա այն դեպքն է, երբ որ տրանսպորտային միջոցի սկզբանե չունի հաշվառման համարանիշ եւ դնում է այլ հաշվառման համարանիշ, իսկ այլ տրանսպորտային միջոցն երբ որ ինքը արդեն իսկ ունի հաշվառման համարանիշ, սակայն տրանսպորտային միջոցի վրա ուրեմն տեղադրվում է այլ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը։ Նախատեսում ենք որպես վարչական իրավախախտում բոլոր այն դեպքերը, երբ տրանսպորտային միջոցի վարորդը ի սկզբանե վարելու իրավունք չունի, սակայն տրանսպորտային միջոցը վարում է, այս դեպքերի համար ընդհանրապես նախատեսված չեն սանկցիաներ, մենք մի շարք հոդվածներում նախատեսում ենք 200,000 դրամի չափով վարչական տուգանք այսպիսի դեպքերի համար։ Մի շարք հոդվածներում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, որոնցով զրկված վիճակում տրանսպորտային միջոց վարելը նախատեսում էր քրեական պատասխանատվություն, այստեղ ավելացվում են նաև վարչական իրավախախտման դիսպոզիցիաներ եւ սանկցիաներ, որ բացի այն, որ զրկված վիճակում վարորդը տրանսպորտային միջոցը վարել է, այդուհանդերձ կոնկրետ վարչական իրավախախտման համար, այսինքն կարմիր լույս է անցել կամ այլ ինչ որ վարչական իրավախախտում է կատարել, այս դեպքում նախատեսվում է վարչական տուգանք եւս։ Հաջորդ փոփոխությունը վերաբերվում է այն դեպքերին, երբ բարեկային ծառայությունը համաձայնություն է տալիս ճանապարհին որոշակի շինարարական կամ այլ գործողություններ կատարելուն, եթե գործող օրենսգրքով նախատեսված էր, որ համաձայնեցումը չկա, ապա մենք հիմա նախատեսում ենք, որ համաձայնեցումը կամ թույլտվությունը կա, սակայն
դրանց պահանջներն են խախտվել եւ սա եւս դիտարկում է որպես վարչական իրավախախտում։ Հաջորդ փոփոխությունը վերաբերվում է այն բոլոր դեպքերին, երբ վարչական պատասխանատվությունը վրա է հասնում արձանագրություն կազմելու պահին եւ այս դեպքերում պարտադիր է որպեսզի իրավախախտը ներկա գտնվի արձանագրությունը կազմելու պահին մենք հանում ենք այդ պահանջը խոսքը վերաբերվում է մասնավորապես ոչ թափ վիճակում վարելու դեպքերին երբ վարչական արձանագրությունը տեղում կազմվում է սակայն փորձաքննությունը իրականացվում է արդեն հետագայում եւ քաղաքացիները որոշ դեպքերում խուսափում են այդ փորձաքննությանը եւ վերջնական ակտին մասնակից դառնալ, այդպիսով շրջանցելով օրենքը չեն ենթարկվում պատասխանատվության, մենք նախատեսում ենք իրավախախտ վարորդի բացակայության պայմաններում եւս հնարավորություն, որպեսզի վարչական ուրեմն արձանագրությունը կազմվի։ Եվ վերջին փոփոխությունը, քանի որ հաշվառման քննական ստորաբաժանումները ոստիկանությունից տեղափոխվել են ներքին գործերի նախարարություն, այս ոլորտին վերաբերվող որոշ վարչական իրավախախտումներ վերապահվել են ներքին գործերի նախարարությանը ոստիկանության փոխարեն։ Իրականացվել են նաև որոշ տեխնիկական եւ խմբագրական փոփոխություններ, ընդհանուր նախագիծը միտված է օրենսգրքի որոշակիացմանը, ինչպես նաև պրակտիկայից բխող խնդիրների լուծմանը։ Շնորհակալ եմ։